Նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցությունները պաշտոնապես միացել են Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքին։ Այսօր ստորագրված հուշագրով քաղաքական ուժերը միավորվել են գալիք ընտրություններին միասնական ճակատով ներկայանալու եւ երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու նպատակով։ Իր ելույթում Նարեկ Կարապետյանը նշել է, որ այս միավորումը պատասխան է երկրում տիրող պառակտմանը եւ ուղղված է ազգային ինքնության ու եկեղեցու պաշտպանությանը։ Մենք միավորվում ենք, մենք ենք ավելի ուժեղ դառնում։ Եվ այսօր հստակ ասում եմ, ով ուզում է որ ամեն ինչ մնա նույնը, երկիրը մնա այս նույն վիճակում, պառակտված, աղքատ, խեղճացած, կարող է աջակցել Փաշինյանին։ Իսկ ով ուզում է մեծ փոփոխություններ, պետք է քվեարկի միայն Սամվել Կարապետյանի օգտին։ Մեզ մեծ հաղթանակ է պետք։ Վճռական հաղթանակ, որովհետև մենք պետք է արագ իրականացնենք այն փոփոխությունները, որոնց կարիքն ունի երկիրը։ Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի համար մեղադրվող 18-ամյա դպրոցականին քիչ առաջ տեղափոխել են Երևանի քննչական վարչություն։ Ոնց եք լավ եք ձեզ զգում։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջնորդությամբ անչափահասների փաստաբաններին թույլատրել են մտնել շենք, որտեղ վաղ առավոտից գտնվում են նրանց պաշտպանյալները։ Մինչ այդ վարչության աշխատակիցները փակել էին դռները եւ թույլ չէին տվել պաշտպաններին ներկա գտնվել գործընթացին։ Փաստաբանները պնդում են, որ անչափահասների մեղավորությունը չի եղել եւ միջադեպը հրահրել է վարչապետի անվտանգությունը։ Տղաները չեն ցանկացել աղոթքի պահին զիջել իրենց տեղը, սկսվել է հրմշտոց եւ տեսանյութի միջադեպը։ Առավոտյան քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ 3 դպրոցականների նկատմամբ հայտարարվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Նախորդին Երևանի Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ քաղաքացին փորձել էր հարվածել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Բացի նշված քաղաքացին իրավապահները ձերբակալել էին եւս 2-ին, որոնք, ինչպես պարզվել էր ավելի ուշ, դպրոցականներ են։ סיימתי כעת הערכת מצב בפיקוד צפון. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը 2 անգամ փորձել է կազմակերպել Դոնալդ Թրամփի սպանությունը։ Նա պնդել է, որ Թեհրանը պատասխանատու է Աֆղանստանում հազարավոր մարդկանց մահվան համար։ Իրանը մեղադրվում է նաև ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններ թիրախավորելու համար։ Լիբանանի հարավում Հեզբոլահի մարտիկների հետ բախման հետևանքով առնվազն 4 իսրայելցի զինվոր է զոհվել, եւս 2-ը վիրավորվել է։ Իսրայելի տարածքի հրթիռակոծության ընթացքում Բենի Բրագ քաղաքում տեսախցիկը ֆիքսել է իրանական հրթիռի ուղիղ հարվածի պահը։ Թել Ավիվի կենտրոնում օտարերկրյա դեսպանատների հարևանությամբ ընկել են հրթիռների բեկորներ։ Իրավիճակի սրմանը զուգահեռ Իրանի արտգործնախարարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններ վարելու մասին տեղեկությունները։ Գերատեսչությունը հայտարարել է, որ Թեհրանը միայն ստացել է բանակցություններ սկսելու առաջարկներ միջնորդների, այդ թվում Պակիստանի միջոցով։ Իրանը կրկին հարվածել է Բաղդադում եւ Քուվեյթում ամերիկյան բազաներին, խոշոր վնասներ պատճառելով։ Իրաքյան լրատվամիջոցները հաղորդել են Իրաքի Սուլեյմանիե քաղաքի ամերիկյան համալսարանի հրթիռակոծման մասին։ Իրանական հրթիռները պտտվում են նաեւ Թել Ավիվի երկնքում։ Իսրայելական հակաօդային պաշտպանությունը չի կարողանում որսալ դրանք։ Չնայած Իրանի զանգվածային հարձակումներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեսանյութ է հրապարակել X-ի իր էջում իրանական Սպահան քաղաքի զինամթերքի պահեստի ավիահարվածներից։ Երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին ի պատասխան հայտարարել է մեջբերում. ժամանակն է վտարել ԱՄՆ ուժերը տարածաշրջանից։ Մեր հարձակումները ուղղված են ագրեսիվ թշնամու դեմ, որը չի գնահատում արաբներին կամ իրանցիներին։ Թշնամու, որը սկզբունքորեն անկարող է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը։ Զուգահեռ X-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Թրամփը, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը դեռ 1984 թվականի հարցազրույցներից մեկում ասել, թե Միացյալ Նահանգները պետք է վերահսկողություն ստանձնի Իրանի նավթային ենթակառուցվածքների նկատմամբ։
ԱՄՆ-ն Իրանի Սպահան քաղաք է ուղարկել 900 կիլոգրամանոց բունկեր բաստեր ռումբեր, տեղեկությունը հայտնել է The Wall Street Journal-ը։ Հրթիռային հարվածի հետևանքով Իրանի Սպահան քաղաքում գտնվող զինամթերքի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Խաղաղության խորհուրդ ստեղծած ԱՄՆ նախագահը մինչ օրս շեշտում է, իրենց նպատակը Իրանի կառավարությունը տապալելն է, մինչդեռ ամերիկա-իսրայելական հարվածներից տուժում է խաղաղ բնակչությունը։ Սպահանում այսօր հարվածներից հետո Խաթամ Ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակը հայտարարել է, զինված ուժերը կկտրեն Իրանի նկատմամբ ցանկացած ագրեսորի ոտքերը։ Մեջբերում իրենց երևակայություններով ու պատրանքներով նրանք կարծում են, թե քարոզչական պատերազմով, զենքի ու սարքավորումների ցուցադրմամբ, երեխաների, կանանց եւ երկրի զինված ուժերի հրամանատարների սպանությամբ կկարողանան ստիպել հանձնվել հզոր եւ հպարտ Իրանին, որը պատմության ընթացքում չի հանձնվել իր թշնամիներին, կամ իրենց կեղծ երևակայությամբ կտիրեն Հորմուզի նեղուցին։ Իրենց այդ երազանքը հենց այդտեղ էլ ընդմիշտ կթաղենք։ Մեջբերման ավարտը։ Լիբանանում թեժ մարտերի ժամանակ 5 իսրայելցի զինվոր է զոհվել, 6-ը վիրավորվել։ Միջազգային լրատվամիջոցները նկատել են, որ Իսրայելից ուղարկված սանավիացիոն ուղղաթիռների քանակը չի համապատասխանում ընդամենը 5 զոհի եւ 6 վիրավորի թվին։ Չնայած օրեցօր թեժացող կռվին եւ շարունակվող ռմբակոծություններին, մինչ օրս իսրայելական կողմը իր զոհերի մասին, ընդ որում նաեւ քաղաքացիական շրջանում, ընդամենը մի քանի անգամ է հայտարարել։ Լիբանանի իշխանությունները հայտնել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1247 մարդ, իսկ վիրավորվել 3690-ը։ Զոհերի թվում են նաև ՄԱԿ-ի 2 խաղաղապահներ, որոնք սպանվել են Լիբանանի հարավում գտնվող Բանի Հայան գյուղի մոտակայքում, իրենց ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Սա վերջին 2 օրվա ընթացքում միավորված ազգերի կազմակերպության ուժերի թիրախավորման արդեն երկրորդ մահաբեր դեպքն է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիասթափեցնող է համարել Իսպանիայի իր օդային տարածքը փակելու որոշումը։ Ռուբիոյի խոսքով Իսպանիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որին պաշտպանել է իրենց պարտականություններից է, սակայն այս ամենը հաշվի առնելով փակում է իր օդային տարածքը։ ԱՄՆ պետքարտուղարին ավելի շատ կաշկանդել է Իսպանիայի նախագահի այդ լուրը հպարտությամբ հայտարարելը։ Նախորդին Իսպանիան հայտարարել էր իր երկրի օդային տարածքը փակելու եւ Իրանի դեմ պատերազմող ինքնաթիռների մուտքը արգելելու մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական արշավը, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա, հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով վարչակազմի պաշտոնյաներին։ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, Վաշինգտոնը լրջորեն բանակցում է Թեհրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ, սակայն եթե շուտով համաձայնության չգան եւ Հորմուզի նեղուցն անմիջապես չբացվի, ԱՄՆ-ն ամբողջությամբ կոչնչացնի Իրանի բոլոր էլեկտրակայանները, նավթահորերն ու Խարկ կղզին։ ԱՄՆ նախագահն անցած շաբաթվա սկզբին հնգօրյա ժամկետ տվել Իրանին գործարքի գնալու համար, սպառնալով հարվածել երկրի էներգետիկ օբյեկտներին, իսկ շաբաթվա վերջին 10 օրով երկարացրել էր այդ ժամկետը։ Խաղաղության եւ բարության ձգտող Իսրայելի խորհրդարանն ընդունել է օրենք, որով ահաբեկչական հարձակումների համար մեղադրվող պաղեստինցիները կկրեն ոչ թե ցմահ ազատազրկման պատիժ, այլ կենթարկվեն մահապատժի։ Նրանց կախաղան կբարձրացնեն 90 օրվա ընթացքում առանց ներհում շնորհելու իրավունքի։ Եվրոպայի մի շարք երկրներ զգուշացրել են, որ այն կարող է խաթարել դեմոկրատական սկզբունքները։ Խորհրդարանի անդամներից մի քանիսը այցելել են տեսնելու, թե ինչպես են կազմակերպվել աշխատանքները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն աջակցել է նախաձեռնությանը։ Իդեպ ամիսներ առաջ, երբ Իրանը հայտարարել էր ցույցերի ընթացքում ահաբեկչություն իրականացրածներին մահապատժի ենթարկելու մասին, հենց Իսրայելի վարչապետն էր Իրանի կառավարությանը որակել որպես բռնակալ։ Վաշինգտոնի կենտրոնում Աբրահամ Լինկոլնի հուշահամալիրի հարևանությամբ արվեստագետները տեղադրել են ոսկե զուգարանակոնքով ինքնատիպ մի գահ։ Ըստ Washington Post-ի, գահ թագավորի համար անվանումը ստացած գործն ուղղված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Հեղինակներն այս սատիրիկ քանդակի միջոցով իրենց բողոքն ու վերաբերմունքն են արտահայտել նախագահի կերպարի եւ նրա քաղաքական հավակնությունների վերաբերյալ։